Այսօր մենք ուսումնասիրենք բնագության միծ, որը գրեթե ամբողջությամբ անհետացել է շվեդական լանդշաֆտից, բայց որը դարեր շարունակ ապաստան է տվել տասնյակ հազարավոր մարդկանց Սկանդինավիայի ամենախիստ ձմեռների ժամանակ, նախքան տեսանյութը շարունակելը, հիշեք բաժանորդագրվել ալիքին սրա նման ավելի շատ վավերագրական պատմությունների համար։ Շվեդիայի հարավում մի անտառ կա, որտեղ ծառերը լռության մեջ աճում են թաղված գաղտնիքների վրա, խեղերուտչի սոջիների կեչիների մեջ մի տարածաշրջան, որը հայտնի է իր քարքարոտ հողերով անգույց ձմեռներով, ինչ-որ բան սպասում է բացահայտվելու նրանց կողմից, ովքեր գիտեն, թե ուր նայել, մի քանի մետր հեռավորությունից մարդկանց մեծ մասը կանցներ առանց նկատելու։ Այն, ինչ թվում է հողի փոքրիկ բարձրացում ծածկված մամուրով վայրի խոտով, թաքցնում է ժամանակից հնացած մի փայտե դուռ։ Քարե ձխնելույզը հազիվ է ցցվում գետնից վեր։ Մի փոքրիկ պատուհան, գրեթե աննկատելի, թույլ է տալիս լույսի շողին թափանցել ներսի մթության մեջ, սա բնակարանի մի տեսակ է, որը պատմությունը գրեթե մոռացել է։ Այս վայրի բնակիչները մեծակերտ հուշարձաններ չեն թողել, նրանք չեն կանգնեցրել տաճարներ կամ ամրոցներ։ Բայց մոտ 300 տարի շարունակ տասնյակ հազարավոր մարդիկ, ինչպես նրանք, գտել են սկանդինավյան ձմեռներից փրկվելու միջոց օգտագործելով քիչ ավելին, քան իրենց ոտքերի տակ գտնվող հողը բացարձակ կարիքից ծնված հնարամտությունը։ Սա Գոյնֆապաթվների պատմությունն է Շվեդիայի բլուրների մեջ փորված տների, այն մարդկանց, ովքեր կառուցել բնագեցրել են դրանք։ Հասկանալու համար, թե ինչպես են առաջացել այս կացարանները, անհրաժեշտ է հետ գնալ ժամանակի մեջ դիտարկել սոցիալական կառուցվածքը, որը զարգացել է Սկանդինավիայում դարերի ընթացքում։ Միջնադարյան Շվեդիան ուներ տարբերվող բնութագրեր համեմատած Եվրոպայի մնացած մասի հետ, ֆեոդալիզմը, որը գերիշխում էր եվրոպական մայրցամաքի մեծ մասում, երբեք ամբողջությամբ չհաստատվեց շվեդական հողերում։ Ճորտատիրությունը, որը շղթայել էր միլիոնավոր եվրոպացի գյուղացիներին իրենց տերերի հողին, այնտեղ արմատ չգցեց։ Շվեդ գյուղացիները պահպանեցին անձնական ազատության մասնավոր սեփականության մի աստիճան, որը հազվադեպ էր միջնադարյան Եվրոպայի այլ տարածաշրջաններում։ Այնուամենայնիվ, այդ հարաբերական ազատությունը բարգավաճում չէր նշանակում բոլորի համար։ Միջնադարյան ժամանակներից ի վեր շվեդական գյուղական հասարակությունը կազմակերպված էր հստակ սահմանված շերտերով, վերում հողատերերն էին ֆերմերները, ովքեր ունեին բավարար դաշտեր իրենց ընտանիքները պահելու թագավորին հարկեր վճարելու համար, նրանցից ներքվարձակալներն էին, ովքեր աշխատում էին ուրիշի հողերում վճարի կամ ծառայությունների դիմաց, եւ այս սոցիալական բուրգի հիմքում, հաճախ անտեսանելի պաշտոնական գրառումներում, ապրում էին նրանք, ովքեր բացարձակապես ոչինչ չունեին, նրանք անհող աշխատողներն էին։ Առանց ընտանիքի այրիները, աշխատելու ուժ չունեցող տարեցները, որբերը, ովքեր չունեին ոչ ոքի, ով կընդուներ իրենց։ 17-րդ դարի ընթացքում ծխական գրառումները սկսեցին ավելի հաճախ հիշատակել մի տերմին, որն արդեն շրջանառվում էր գյուղական համայնքներում Գոյնֆապաթվրիպց, բառը գրում էր ճշգրիտ շատերի համար պիտակավորող նշանակություն։ Նրանք Գոյնֆապաթվների բնակիչներն էին մարդիկ, ովքեր բնակվում էին փոքրիկ խրճիթներում, որոնք կառուցված էին իրենց չպատկանող հողերի վրա, այնպիսի վայրերում, որոնք անպիտան էին համարվում գյուղատնտեսության համար, քարքարոտ լանջեր, ճահիճների եզրեր, անտառի շերտեր, որոնք չափազանց զառիթափ էին։ Արորի համար սրանք միակ վայրերն էին, որտեղ նրանք կարող էին կանգնեցնել իրենց ապաստարանները։ Շվեդական կառավարությունը կասկածանքով էր նայում այս մարդկանց, քանի որ նրանք գրանցված սեփականատերեր չէին, հարկեր չէին վճարում, նրանց կացարանները, կառուցված ուրիշի հողերի վրա, չկային սեփականության գրանցամատյաններում։ Պետության համար նրանք ներկայացնում էին գրեթե անտեսանելի բնակչություն, որը դժվար էր վերահսկել, անհնար էր հարգել, օրենքները փորձում էին սահմանափակել այս գործելակերպը արգելելով ծխերին բնակարան առաջարկել չքավորներին Գոյնֆապաթվներում, բայց իրավական այլընտրանքը ԲԹՎՑ կոչվող համակարգը էլ ավելի խնդրահարույց էր։ Այդ համակարգով աղքատները պարտավոր էին շրջել ֆերմայից ֆերմա մնալով 1 կամ 2 օր յուրաքանչյուրում հետելով հաստատված օրացույցին։ Ոչ ոքի դուր չէր գալիս այս լուծումը։ Ոչ ֆերմերներին, ովքեր պարտավոր էին ընդունել անծանոթներին, ոչ աղքատներին, ովքեր ապրում էին առանց մի վայրի, որը կարող էին տուն անվանել։ Այսպիսով Գոյնֆապաթվները լրելիայն բազմապատկվեցին շվեդական գյուղական լանդշաֆտում դառնալով գործնական լուծում մի խնդրի համար, որը ոչ մի օրենք չէր կարողանում լուծել։ Հողատերերը հանդուրժում էին այս կառույցներն իրենց ոչ բերի հողերի վրա, որովհետև փոխարենը ստանում էին պատահական աշխատուժ։ Աղքատներն ընդունում էին լանջի ցանկացած կտոր, որտեղ կարող էին փորել իրենց ապաստարանը, իսկ կառավարությունը, չնայած իր պաշտոնական առարկություններին, աչք էր փակում մի գործելակերպի վրա, որը թեթացնում էր ճնշումը ձխերի վրա, խուսափում աղքատների տների ծախսերից։ Բայց ինչպես էր հնարավոր գոյատել գետնի մեջ թաղված տանը ձմեռների ժամանակ, երբ ջերմաստիճանը կարող էր իջնել մինչ -15 աստիճան։ Պատասխանը հենց հողի մեջ էր։ Երբ Գոյնֆապաթու կառուցողը վայր էր ընտրում իր կացարանը կանգնեցնելու համար, նա դա պատահական չէր անում։ Կողմնորոշումը վճռորոշ էր։ Լանջը պետք է ուղղված լիներ դեպի հարավ այն ուղղությամբ, որտեղից գալիս էր արի լույսի առավելագույն քանակը ձմեռային կարճ օրերի ընթացքում։ Շվեդիայի հյուսիսային հողերում, որտեղ ձմեռային առը ամիսներ շարունակ ցածր է մնում հորիզոնում, լույսի յուրաքանչյուր շող, որը կարող էր թափանցել դռնից կամ արջի փոքրիկ պատուհանից, նշանակում էր լրացուցիչ ջերմություն ներսում։ Կառուցման առաջին քայլը լանջը փորելն էր։
Պարզ գործիքներով կառուցողը բլրի գողքին մի տարածք էր փորում ստեղծելով մոտավորապես 20 քառակուսի մետր մագերեսով բացված ժամանակակից հյուրասենյակի չափով, հեռացված հողը չէր գործում։ Դրա մի մասը հետագայում կօգտագործվեր տանիքի վրա։ Լանջի բացված հողը ինքնաբերաբար դառնում էր կացարանի հետի պատը, հաճախ նա գողային պատերի մի մասը։ Այս կերպ կառուցողը վերացնում էր սովորական շինանյութերով 3 կամ նույնիսկ 2 ամբողջական պատ կանգնեցնելու անհրաժեշտությունը։ Խճռուճում Շվեդիայի հարավային այլ շրջաններում փայտը թանկ սակավ ռեսուրս էր, հողատերերը վերահսկում էին անտառները, առանց թույլտվության ծառեր կտրելը հանցագործություն էր։ Այդ պատճառով շատ կոինֆապթվներ կառուցվել են դաշտային քարերից, որոնք հավաքվել են շրջակա հողերից, ֆերմերների սերունդները հեռացրել էին այդ քարերն իրենց մշակելի դաշտերից տեզերով կուտակելով դրանք իրենց սեփականությունների սահմաններին։ Կոինֆապդուի կառուցողի համար մերժված քարերի այդ կույտերը դառնում էին անվճար շինանյութ տիպիկ։ Խրճիթը կարող էր ունենալ 3 պատ շարված քարերից, միայն մեկ արջի պատ փայտից, որտեղ տեղադրվում էին դուռն ու պատուհանը։ Տանիքը ամբողջ կառույցի ամենահնարամիտ տարրն էր, գերանների կամ գոպիտ փայտե տախտակների կառուցվածքի վրա կառուցողը փռում էր կեչու գեղի շերտեր, կեչին արատ էր շվեդական անտառներում, նրա գեղն ուներ բնական անջրանցիկ հատկություններ, դասավորված իրար վրա հաջորդող շերտերով այն գործում էր որպես օրգանական գղմինդր անձրաջուրն ուղղելով դեպի գողքերը ներսը չոր պահելով, կեչու գեղի վրա դրվում էր տորխի 2 շերտ, որը կտրվում էր մոտակա դաշտերից, առաջին շերտը դրվում էր խոտը դեպի ներք գեղի ուղղությամբ։ Երկրորդ շերտը դրվում էր խոտը դեպի վեր թույլ տալով, որ այն շարունակի աճել։ Ընդամենը 1 սեզոնի ընթացքում տանիքը դառնում էր անտարբերելի հենց բլրից։ Խոնավ տորֆի քաշը հաստատուն ճնշում էր գործադրում ներքի փայտե պատերի վրա սեղմելով յուրաքանչյուր հոտ փագելով ջեղքերը, որոնք այլապես թույլ կտային օդի հոսքերի ներթափանցումը։ Դա շինարարական համակարգ էր, որն օգտագործում էր ձգողականությունը խոնավությունը որպես դաշնագիծներ, այլ ոչ թե պայքարում էր դրանց դեմ։ Կոինֆապդուի ներսը սպարտական էր ըստ անհրաժեշտության, հատակը բաղկացած էր տրորված հողից, երբեմն ծածկված տափակ քարերով մաքրումը հեշտացնելու համար։ Քարե պատերից մեկի մոտ գտնվում էր օջախը կառուցված կավից կամ քարից, որի ձխնելույզն անցնում էր տորֆե տանիքի միջով։ Օջախը կացարանի սիրտն էր ապահովելով ջերմություն։ Լույս սնունդ պատրաստելու վայր, դրա շուրջն էր կազմակերպվում ամբողջ կենցաղային կյանքը։ Կահույքը քիչ էր պարզ, մահճակալի կառուցվածք սովորաբար հենված պատին, մի փոքրիկ սեղան, մի նստարան կամ գղզյակ, քարե պատերին ամրացված դարակներ սպասքը սնունդը պահելու համար, առաստաղը ցածր էր, երբեմն հազիվ հասնելով 1 մետր 80 սանտիմետր բարձրության, ինչը ստիպում էր շատ մեծահասակների կրանալ ներս մտնելիս, դռներն էլ ավելի ցածր էին պահանջելով, որ այցելուները խորը խոնարհվեն դրանց միջով անցնելու համար, այս առանձնահատկությունը պատահական չէր։ Ցածր դուռը նշանակում էր արտաքին ցրտին ենթարկված ավելի փոքր մագերես, յուրաքանչյուր անգամ ներս մտնելիս կամ դուրս գալիս կորսված ավելի քիչ ջերմություն։ Պատուհանները փոքր էին քիչ, սովորաբար ընդամենը 1 կամ 2 ամբողջ կառույցում։ Բնական լույսը սակավ էր։ Տարվա մեծ մասի ընթացքում ներքին լուսավորությունը հիմնականում գալիս էր օջախի գրագից կենդանական ջարպից պատրաստված մոմերից։ Բայց այս թվացյալ խիստ պայմանները թաքցնում էին ջերմային դրամաբանություն, որը ժամանակակից ինժեներները կուսումնասիրեին դարեր անց։ Կոինֆապթվների հետում կանգնած ֆիզիկան նրբագեղ էր իր պարզությամբ, Շվեդիայի հարավում օդի ջերմաստիճանը տարվա ընթացքում կարող է տատանվել մինչ 45 աստիճան Ցելսիուս տատանվելով +30 աստիճան ամառների -15 աստիճան ձմեռների միջ։ Բայց մոտավորապես 2 մետր խորության վրա հողը պահպանում է համեմատաբար հաստատուն ջերմաստիճան ամբողջ տարվա ընթացքում սովորաբար 5-ից 10 աստիճան Ցելսիուսի միջ, մի կոինֆապդու, որը կառուցված էր մասամբ բլրի լանջին թաղված, իր հետի գողային պատերով անմիջական շփման մեջ էր այդ կայուն ջերմային զանգվածի հետ, ձմռանը, երբ արտաքին օդը սառչում էր, հողը մնում էր զգալիորեն ավելի տաք, ամռանը, երբ ары տաքացնում էր լանդշաֆտը, հողը մնում էր զով։ Տորֆե տանիքն ուժեղացնում էր այս էֆեկտը, կեչու գեղի վրա գտնվող մոտ 15 սանտիմետր հողը կենդանի խոտը ստեղծում էին մեկուսացման շերտ, որն աշխատում էր 2 ուղղություններով, ձմռանը այն դանդաղեցնում էր օջախից ստացված ջերմության գորուստը։ Ամռանը այն կանխում էր արի ջերմության թափանցումը ներս, խոտի արմատները հողը պահում էին միասնական կանխում էրոզիան, մինչդեռ ներքի կեչու գեղը ցանկացած ներթափանցած ջուր հեռացնում էր փայտե կառուցվածքից։ Մուտքի հարավային կողմնորոշումը նույնպես հետում էր ճշգրիտ տրամաբանության։ Հյուսիսային կիսագնդում բլրի հարավային կողմը ստանում է արի լույսի ամենամեծ քանակը։ Ձմռան ընթացքում, երբ ары ցածր է մնում երկնքում, նրա ջարագայթներն ուղղակիորեն հարվածում են արջի պատին պատուհաններին տաքացնելով ներսը լույսի ամենակարճ ժամերի ընթացքում։ Ամռան ընթացքում, երբ ары բարձրանում է ավելի վեր, կացարանի վերում գտնվող բլրի թեքությունը բնական ստվեր է ստեղծում մուտքի վրա կանխելով գերտաքացումը։ Կիսաթաղված կառույցների վերաբերյալ ժամանակակից հետազոտությունները ցույց են տալիս, որ բնակարանի այս տեսակը կարող է նվազեցնել ջերուցման ծախսերը մինչ 80%-ով համեմատած գետնից վեր գտնվող սովորական կառույցների հետ։ Մի տուն, որը ենթարկված է -7 աստիճան Ցելսիուս օդին, պետք է տաքացվի մոտավորապես 28 աստիճանով 21 աստիճան հարմարավետ ջերմաստիճանի հասնելու համար։ Մի տուն, որը շրջապատված է 13 աստիճան ջերմություն ունեցող հողով, պետք է տաքացվի ընդամենը 8 աստիճանով։ Կոինֆապթվները չգիտեին այս թվերը։
Բայց նրանք գիտեին մի բան, որը նույնքան արժեքավոր էր, նրանք գիտեին, որ միակ կրակը, որը խնամքով ծածկված էր մոխրով գիշերվա համար, կարող էր սենյակը պահել սառեցման գետից բարձր մինչ լուսաբաց։ Ովքեր էին, ի վերջո, այն մարդիկ, ովքեր բնակվում էին հողի մեջ փորված այս կացարաններում։ Պատմական գրառումները նկարում են ծայրահեղ սոցիալական խոցելիության պատկեր, նրանք այրիներ էին, որոնց ամուսինները մահացել էին, ովքեր չունեին երեխաներ իրենց պահելու համար։ Նրանք տարեցներ էին, ովքեր այլս չէին կարող աշխատել դաշտերում, չունեին ընտանիք իրենց ընդունելու համար։ Նրանք սեզոնային աշխատողներ էին, ովքեր աշխատանք էին գտնում միայն բերքահավաքի ժամանակ։ Նրանք արհեստավորներ էին առանց արհեստանոցի ջուլհակներ։ Զամբյուղագործներ, հյուսններ, ովքեր աշխատում էին պատվերով, ապրում էին մշտական անորոշության մեջ, նրանք որբ երեխաներ էին, ովքեր մեծանում էին առանց ժառանգության կամ պաշտպանության։ Ի տարբերություն փթբնուկցների վարձակալների, ովքեր ունեին պաշտոնական պայմանագրեր հողատերերի հետ, մշակում էին հատուկ հողակտորներ վճարի կամ ծառայությունների դիմաց, կոնֆա-փթֆրվուպցները չունեին որը ճանաչված իրավական կապ, նրանք չունեին վարձակալություն, չունեին պայմանագիր, չէին զբաղեցնում որը սահմանված վայր պաշտոնական ագրարային կառուցվածքում։ Նրանց գոյությունը լիովին կախված էր այն հողատերերի հանդուրժողականությունից, որտեղ նրանք կառուցում էին իրենց կացարանները, շրջակա համայնքների ողորմությունից։ Ոմանց հաջողվում էր փոքրիկ բանջարանոց մշակել իրենց խրճիթների գողքին, եթե սեփականատերը թույլ էր տալիս։ Կարտոֆիլը դարձավ հիմնական սնունդ այս ընտանիքների համար 18-րդ դարում Շվեդիա ներմուծվելուց հետո։ Հողի մի փոքրիկ կտորը կարող էր արտադրել բավարար քանակությամբ կարտոֆիլ լրացնելու անկայուն սննդակարգը։ Ոմանք պահում էին մի քանի հավ կամ մի այծ կենդանիներ, որոնք քիչ տեղ էին պահանջում, կարող էին ապահովել ձու, կաթ, երբեմն միս։ Բայց մեծ մասը կախված էր պատահական աշխատանքից, արհեստագործությունից, բերքահավաքի ժամանակ ֆերմերները լրացուցիչ ձեռքերի կարիք ունեին, կոնֆա-փթֆրվուպցները առաջարկում էին իրենց աշխատանքը նվազագույն վճարի դիմաց կամ սննդի փոխարեն։ Գյուղատնտեսական սեզոնից դուրս նրանք գոյատում էին զամբյուղներ պատրաստելով, հյուսելով, փայտի վրա աշխատելով կամ կատարելով ցանկացած ծառայություն, որի համար ինչ-որ մեկը պատրաստ էր վճարել, ոմանք ուղղակիորեն կախված էին ծխական բարեգործությունից ստանալով օգնություն, որը կրոնական իշխանությունները բաժանում էին առավել կարիքավորներին։ Շվեդական ծխական գրառումները, որոնք պահպանվել են զարմանալի մանրամասնությամբ 17-րդ դարից ի վեր, երբեմն բացահայտում են անհատական պատմություններ, որոնք լուսաբանում են այս կյանքերի դժվարությունը։ Խայարուտճի անտառներում 19-րդ դարի սկզբին Նեչոպեթչեթ փոքրիկ Յոն անունով հայտնի մի մարդ բնակվում էր մի գոյնֆա-ֆդումում, որը դեռ գոյություն ունի այսօր, տեղական գրառումները պահպանել են մի ցնցող մանրամասնություն։ Թե Յոնի մայրը, թե նրա եղբայրը խեղդվել են մոտակա լճում, հանգամանքները հուշում են, որ խեղդվելը միտումնավոր է եղել։ Դա լուր վկայություն էր այն հուսահատության, որը երբեմն համակում էր նրանց, ովքեր ապրում էին գոյատման եզրին։ 19-րդ դարի սկզբին շվեդական կառավարությունը սկսեց համակարգված կերպով գրանցել երկրում գոյնֆա-փթվների քանակը։ 1805 թվականի սեփականության մարդահամարը հաշվարեց 28,000-ից մի փոքր ավելի այդպիսի կացարաններ սփռված շվեդական տարածքում։ Հաջորդ տասնամյակների ընթացքում այդ թիվը կտրուկ աճեց։ Դարի կեսերին կար մոտավորապես 45,000, 1885 թվականին թիվը հասավ իր պատմական գագաթնագետին։ 50,000 կոինֆա-փթվներ էին պատում Շվեդիայի լանջերն ու անտառները։ Սրանք արտարոց թվեր էին, 50,000 փոքրիկ կացարաններ փորված հողի մեջ, որոնցից յուրաքանչյուրը ապաստան էր տալիս հասարակության լուսանցքում գտնվող մի ընտանիքի կամ անհատի, եթե հաշվի առնենք, որ յուրաքանչյուր կոինֆա-ֆդում ապրում էր միջինը 3 կամ 4 մարդ։ Մենք խոսում ենք 150-ից 200,000 մարդու մասին, ովքեր այդպես էին ապրում ելույթի գագաթնագետին։ Դա համարժեք էր այն ժամանակվա մի մեծ քաղաքի բնակչությանը, որը անտեսանելիորեն ցրված էր գյուղական լանդշաֆտում։ Բայց հետո, զարմանալիորեն կարճ ժամանակահատվածում, գրեթե բոլորն անհետացան։ Կոինֆա-փթվների անկումը չառաջացավ մեկ ուժի պատճառով, այլ 3 վերափոխումների համընկնման հետանքով, որոնք հիմնովին փոխեցին շվեդական հասարակությունը մի քանի տասնամյակի ընթացքում։ Առաջինը ագրարային բարեփոխումն էր, որը հայտնի է որպես Թոդու Ֆթվիփեչ, ընդունված 1827 թվականին։ Այս օրենքը լիովին վերակազմավորեց շվեդական գյուղատնտեսական լանդշաֆտը, գյուղերի ավանդական համակարգը, որտեղ ֆերմերները տնօրինում էին համայնքային դաշտերում սփռված հողաշերտեր, փոխարինվեց համախմբված ֆերմաներով, յուրաքանչյուր սեփականատիրոջ հողերը միավորվեցին հարագից հողակտորների մեջ։ Շատերը ստիպված եղան ֆիզիկապես տեղափոխվել իրենց նախնիների գյուղերից դեպի իրենց նոր համախմբված սեփականությունները։ Համայնքային հողերը, որտեղ շատ կոինֆա-փթվներ կառուցվել էին համայնքի լրելիային համաձայնությամբ, կլանվեցին նոր համախմբված մասնավոր ֆերմաների կողմից, որոշ կոինֆա-փթքրուպցների թույլ տրվեց մնալ։ Շատերին ոչ, ընտանիքները, որոնք սերունդներ շարունակ զբաղեցրել էին նույն վայրը, հանկարծ հայտնվեցին առանց ապրելու տեղի վտարված սեփականության նոր պայմանավորվածությունների պատճառով, որոնք չէին ճանաչում նրանց պատմական ներկայությունը։ Երկրորդ ուժը ինդուստրացումն էր, 1860-ական թվականներից սկսած հաջորդ տասնամյակների ընթացքում արագանալով գործարանները, սղոցարանները, ձուլարանները, երկաթուղիները սկսեցին հայտնվել ամբողջ Շվեդիայում։
Պատմության մեջ առաջին անգամ անհող աշխատողները կարող էին կանոնավոր դրամական աշխատավարձ վաստակել պատշաճ բնակարան վարձել աջող քաղաքներում։ Կոինֆապդֆրվրուպցների որդիներն ու թոռները լքեցին իրենց նախնիների անտարային լանջերը գաղթեցին Գյոթեբորգ, Մալմյո, Ստոկհոլմ, նոր արդյունաբերական քաղաքներ, որոնք աճում էին գործարանների հանքերի շուրջը։ Եվ կար երրորդ տարբերակը էլ ավելի արմատական, 1850-ից 1910 թվականների միջ ավելի քան 1 միլիոն շվեդներ գաղթեցին, մեծ մասը Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Այս գաղթականների զգալի մասը գալիս էր հենց գյուղական աղքատների այն դասից, որը բնագեցրել էր կոինֆապդթբները, մարդկանց համար, ովքեր բառացիորեն ոչինչ չունեին, բացի իրենց հագուստից իրենց ձեռքի հմտություններից, ամերիկյան հարթավայրերում անվճար հողերի խոստումն անդիմադրելի էր։ Երրորդ ուժը, որը կնքեց կոինֆապդթբների ճակատագիրը, ավելի նուրբ էր, բայց նույնքան հզոր ամոթը, երբ Շվեդիան արտիականանում էր 20-րդ դարի սկզբին, կոինֆապդթբները դարձան մի աղքատության խորհրդանիշներ, որը ազգը ցանկանում էր մոռանալ, ոչ ոք չէր ցանկանում պահպանել դրանք մի անցյալի անհարմար հիշեցումներ էին, որը նոր, բարգավաճ արդյունաբերական Շվեդիան նախընտրում էր թողնել հետում։ Շատ գյուղերում կոինֆապդթբները պարզապես քանդվեցին, երբ նոր տներ կառուցվեցին, այլ վայրերում դրանք լքվեցին, թողնվեցին անտառում դանդաղ փտելու։ Տորֆե տանիքները փլվեցին իրենց իսկ քաշի տակ, երբ այլս ոչ ոք չկար դրանք պահպանելու համար։ Քարե պատերը փլուզվեցին, գլանվեցին մամուրի կողմից, փայտե կառույցները փտեցին, անհետացան։ Մի քանի տասնամյակի ընթացքում լանդշաֆտները, որոնք պատված էին եղել փոքրիկ կացարաններով, դարձան անտարբերելի շրջակա անտառից։ 1910 թվականի մարտահամարը գրանցեց 22,658 դեռ կանգուն կոինֆապդթբներ Շվեդիայում։ Դա վերջին անգամն էր, որ կառավարությունը հաշվեց այդ կառույցները։ Դրանից հետո այդ կատեգորիան պարզապես անհետացավ պաշտոնական գրառումներից, կարծես երբեք գոյություն չի ունեցել։ Բայց ոչ բոլորն անհետացան։ Ֆեյչում արմտյան Շվեդիայի Նուդենսդի արվարձաններում գտնվող մի փոքրիկ բնակավայրում ինչ որ այլ բան տեղի ունեցավ, երբ տարածաշրջանի կոինֆապդթբները սկսեցին լքվել, քանդվել, տեղական պատմական մի ասոցիացիա որոշեց միջամտել։ Վդմիփիտ կոչվող ճանապարհի երկայնքով հին խրճիթները քանդելու փոխարեն նրանք որոշեցին պահպանել դրանք։ Այսօր ՖՏՑՊ-ն ամբողջ Շվեդիայում իրենց սկզբնական վայրերում պահպանված կոինֆապդթբների ամենամեծ համալիրն է։ 12 օրիգինալ խրճիթներ, կառուցված 18-19-րդ դարերի մեջ, շարված են հին ոլորապտույտ ճանապարհի երկայնքով։ Այցելուները կարող են մտնել այդ կառույցների մեջ անմիջականորեն զգալ, թե ինչ էր նշանակում ապրել այդ տարածքներում։ Քարե օջախները մնում են իրենց տեղերում, տրորված հողե հատակները պահպանում են սերունդների քայլերի հետքերը, ցածր առաստաղները ստիպում են ժամանակակից այցելուներին գրացնել իրենց գլուխները ճիշտ այնպես, ինչպես անում էին սկզբնական բնակիչները 2 դար առաջ։ Թանգարանը ներկայանում է որպես մի վայր, որը կյանքի է գոչում անհետացած աղքատացած Շվեդիայի ժառանգությունը։ Դա ճշգրիտ նկարագրություն է։ Պատմությունը հաճախ պատմվում է հաղթողների, հարուստների, հզորների կողմից, ՖՏՑՊ-ն պատմում է նրանց պատմությունը, ովքեր ոչինչ չունեին, ցույց է տալիս, թե ինչպես նրանք գոյատեցին հնարամտությամբ, վճռականությամբ։ Խջրուճում հենց այն տարածաշրջանում, որտեղ սկզբնապես գոյություն են ունեցել կոինֆապդթբների մեծ մասը, պահպանման այլ ջանքեր նույնպես իրականացվում են։ Թոմբրուտու ու ՑԲՖ ու ՑԽՏԲ-ները ապրում են ՉՏՊՏՖ-ի մոտ գտնվող սաբսիստ կոչվող սեփականությունում։ Նրանց հողերի վրա կա մի կոինֆապդ, որը պատկանել է նույն ՆՉՓ-ին, ում հարազատները խեղդվել էին մոտակա լճում 19-րդ դարի սկզբին։ Զույգը տարիներ է անցկացրել կառույցը վերականգնելով, վերաշինելով քարե պատերը, վերականգնելով կեչու կեղի անջրանցիկությունը, նորացնելով տորֆե տանիքը։ Վերականգնված կոինֆապդն այժմ ծառայում է որպես ապաստարան գրողների համար, որպես կացարան այցելուների համար։ Մարդիկ ամբողջ աշխարհից գալիս են գիշերելու մի կացարանում, որի գոյության մասին ժամանակակից շվեդների մեծ մասը երբեք չի իմացել։ Դա ընկղման փորձ է մի կենսակերպի մեջ, որն անհետացել է ավելի քան 1 դար առաջ։ Մեկ այլ ուշագրավ վերապրած է ՉԻԴՖ-ն, որը գտնվում է ՎՏԴ-ի մոտ Փրտվբիցից մոտ 13 կիլոմետր արևելք։ Այս կոինֆապդն կառուցվել է 1859 թվականին մի աշխատավորի կողմից, ով տեղափոխվել էր տարածաշրջան իր կնոջ 3 երեխաների հետ մոտակա ձուլարանում աշխատանք գտնելուց հետո։ Այն բլրի լանջին կառուցված կոինֆապդի լավագույն պահպանված օրինակներից մեկն է։ Տեղացի զբոսավարը նկարագրում է, թե ինչպես է կառուցողը լուծել իր բնակարանային խնդիրը մի բուռ դաշտային քարերով, մի քանի ծառի բնով մի զույգ ուժեղ բազուկներով, շինանյութի կեսը խնայվել է, որովհետ փորված լանջը ձավորել է հետի պատը գողային պատերի մասերը։ Այս պահպանված կառույցները ֆիզիկական վկայություններ են այն մասին, թե ինչպես աշխարհի ամենախիստ կլիմաներից մեկում ամենաաղքատ մարդկանց հաջողվել է կենդանի մնալ օգտագործելով ոչինչ, բացի իրենց ոտքերի տակի նյութերից, նրանց հետում գտնվող ջերմային տրամաբանությունը, հարավային կողմնորոշումը, հողով պաշտպանված պատերը, տորֆե մեկուսացումը, մեկ օջախի ճառագայթող ջերմությունը համապատասխանում են այն սկզբունքներին, որոնք այսօր օգտագործում են կիսաթաղված տների ժամանակակից ճարտարապետները, այն, ինչ անհետացել է։ Ֆիզիկան չէր, այն, ինչ անհետացել է, սոցիալական դասն էր, որն այս կացարանների կարիքն ուներ։
Երբ շվեդյան ինդուստրացավ CoinFAPTV-ները տեղափոխվեցին քաղաքներ կամ գաղթեցին Ամերիկա, CoinFAPTV-ները գործրին իրենց գոյության իմաստը, բայց որոշները վերապրեցին Ֆաչում, Խաչատուտի անտառներում Շվեդիայի հարավի մի քանի այլ վայրերում։ Դրանցում դեռ հնարավոր է անցնել ցածր դռնով մտնել մի սենյակ, որը չի փոխվել 200 տարվա ընթացքում։ Պատերը քարից հողից են, առաստաղը մոտ է հարմարավետ եւ այնտեղ ջերմություն կա։ Մոտ 300 տարի շարունակ Շվեդիայի ամենաաղքատ մարդկանցից տասնյակ հազարավորները լուծել են մարդկային գոյության ամենահիմնական խնդիրը ցրտից ապաստան գտնելը փորելով բլուրների լանջերը։ Նրանք բյուջե չունեին փայտի համար, ուստի բլուրն օգտագործեցին որպես պատ, նրանք նյութ չունեին ծածկի համար, ուստի փրեցին գեչուգեղ կենդանի դորֆ, նրանք մեկուսացում չունեին, ուստի թույլ տվեցին հողին պահպանել հաստատուն ջերմաստիճան, մինչ վերի օդը տատանվում էր սառցե այրող ջերմության մեջ։ 50,000 այդպիսի կացարաններ են գոյություն ունեցել Շվեդիայում իրենց գագաթնագետին։ Գրեթե բոլորն անհետացել են։ Նրանք, որոնք մնում են, ապացույց են այն բանի, որ շինարարության ամենապարզ ռազմավարությունը հենց հողը որպես ապաստարան օգտագործելը, մարդկանց կենդանի է պահել սկանդինավյան ձմեռների դարերի ընթացքում օգտագործելով գրեթե ոչինչ։ CoinFAPTV-ների պատմությունը միայն ճարտարապետության կամ ջերմային ինժեներիայի մասին չէ, այն մարդկային դիմադրողականության մասին է, այն մարդկանց մասին է, ովքեր, բախվելով առանց ռեսուրսների գոյատելու թվացյալ անհնարինությանը, գտան հենց հողն իրենց ապաստարանի վերածելու միջոց։ Այն սերնդեսերունդ փոխանցվող գործնական գիտելիքի մասին է, որտեղ յուրաքանչյուր կառուցող սովորում էր նախորդից, թե որտեղ փորել, ինչպես կողմնորոշել մուտքը, ինչ տեսակի կեղ օգտագործել, որքան դորֆ կուտակել։ Այդ գիտելիքը գրեթե անհետացավ, երբ այն ստեղծող անհրաժեշտությունը դադարեց գոյություն ունենալ։ Բայց պահպանված CoinFAPTV-ներում, որոնք դեռ պատում են Խաչատուտի անտառները Նյոնդենզդի շրջակա դաշտերը, այդ գիտելիքը մնում է գրված քարի, հողի փայտի վրա, նրանց համար, ովքեր գիտեն, թե ուր նայել ինչպես մեկնաբանել, այս լուր կառույցները պատմում են գոյատման մի պատմություն, որն արժանի է հիշվելու։ Եթե դուք արժեք կտաք Շվեդիայի մոռացված բլուրներով այս ճանապարհորդության մեջ, խնդրում ենք թողնել ձեր արձագանքը, յուրաքանչյուր դիտում, յուրաքանչյուր հավանում, յուրաքանչյուր մեկնաբանություն օգնում է լույս սփռել այն պատմությունների վրա, որոնք ժամանակակից աշխարհը թողել է հետում, ոչ թե այն պատճառով, որ հին մեթոդները միշտ ավելի լավն էին, այլ որովհետև դրանցից մի քանիսը զարմանալիորեն արդյունավետ էին։ Մենք մոռացանք հարցնել, թե ինչպես էին դրանք աշխատում նախքան դրանց անհետանալը։ Եթե կան այլ մոռացված կացարաններ, շինարարության այլ գործված տեխնիկաներ, կենսագերպի այլ ձեր, որոնք պատմությունը գրեթե ջնջել է, որոնք կցանկանայիք տեսնել հետազոտված, թողեք ձեր առաջարկը մեկնաբանություններում։ Բաժանորդագրվեք ալիքին հաջորդ հետազոտություններին հետելու համար, եւ հաջորդ անգամ, երբ կքայլեք անտառով կամ կանցնեք մամուրով ծածկված բլրի կողքով, ավելի ուշադիր նայեք, այնտեղ կարող է թաքնված մի դուռ լինել սպասելով բացահայտել իր գաղտնիքները նրանց, ովքեր գիտեն փնտրել։